միջազգային իրավունքը օրերով տևում է, քաղաքական, տնտեսական և ռազմական շահից հետո գործում է, թե առաջնահերթը նման շահից առաջ։ Եվ եթե Թուրքիան հայտնի մի տեսակետ հարցից հետ կապված, ուղղակի հայկական հարաբերություններում, ռազմական տեսակետը Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրորդ հզոր բանակ ունեցող երկիրն է։ Երկրորդ մեծականակ բանակ ունեցող։ Երկրորդ մեծականակ բանակ ունեցող երկիրն է և Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների միակ հենակետը, որպեսզի ռազմական գործողություններ կատարի։ Տնտեսական առումով Թուրքիան եվրոպական միջին երկրներ կարողանում է բավարարել արտադրանքը, իսկ քաղաքական առումով նամանավանդ ներկայիս պայմաններում թույլ չեն տա Հայաստանի տարածքային ամբողջականության ընդլայնումը, որտեղ դա հավասար է արդեն Ռուսաստանի ընդլայնման։ Ինչ եք կարծում։ Միջազգային իրավունք այս երեք գործոններից հետ է, թե առաջ է Հայաստանի համար։ Շնորհակալություն։ Միջազգային իրավունքը փաստաթղթային եզրակացություն ստանալու համար դատարանում առաջնային է։ Այսինքն այս ձեր բոլոր նշած փաստարկները դատարանի ոճի վրա որոշում չեն ստանում։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ վճիռը, որ սա Հայաստանն է, դրա գործադրման քայլերը երբ կձեռնարկվի, արդեն դա շատ քաղաքական հարց է։ Այն ինչ որ դուք ասեցիք, դրա մեջ ճշմարտություն կա, բայց մի փոքր հնացած ճշմարտություն է, որովհետև Թուրքիան ուժեղանալով, ասեք թե հակասություն կա, ուժեղանալով սկսում է իր դիրքերը կորցրել արևմուտքի համար, որտեղ ուժեղանալով ինքը դառնում է պակաս կառավարելի եւ ավելի ինքնուրույն, որը հանգեցնում է նրան, որ լարվածություն կա այսօր Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջև, արևմուտքի, Եվրոպայի, ասենք, եւ Թուրքիայի միջև եւ այլն։ Այսինքն միշտ չի, որ վիճակը մնում է կայուն նույնը։ Այն հարաբերությունների վատթարացումը, որ կա այսօր Թուրքիայի հետ, վերջի, չգիտեմ, 50 տարում չի եղել։ Դա կապված է եւս իսլամական պետության հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ, կապված է Իրաքի հարցում, երբ որ թույլ չտվեց զորքերը Թուրքիայի տարածքով հյուսիսային Իրաք մտնի, կապված է Իսրայելի հետ հարաբերությունների վատացման հետ։ Իմ առաջարկը մշտապես եղել է եւ մնում է, որ մենք պիտի ունենանք իրավական հիմքեր, այսինքն վճիռը, որ սա մերն է, դրա հիման վրա քաղաքական, լոբիստական եւ այլն աշխատանքներ կատարել եւ հարմար պահին, երբ որ Միացյալ Նահանգները որոշում կընդունեն, որ այլևս Թուրքիան իրենց համար դաշնակից չի, հիմա նման հոդվածներ գրվում են, ելույթներ կա, բայց հարցականով։ Արդյոք վստահելի դաշնակից է Թուրքիան Միացյալ Նահանգների համար, արդյոք Թուրքիան դաշնակից է Միացյալ Նահանգների հարցականները կա։ Բայց երբ որ իրանք որոշում կայացնեն, որ Թուրքիան այլևս Միացյալ Նահանգների համար դաշնակից չի, այդ ժամանակ վստահ եղեք, իրանք այդ վճիռը, որը մենք իրանց նախապես տված կբերենք, որ իրանք դրած կլինեն 8-րդ դարակում, կհանեն մեջտեղ եւ կասեն, տեսեք, ինչ անարդարություն կա աշխարհում, հայերի հողերը գրավել են թուրքերը եւ քայլեր կանեն պարտադրելու համար Թուրքիային զիջելու այդ տարածքները։ Ձեզ վստահեցնում եմ, հենց որ Միացյալ Նահանգները նման քաղաքական որոշում կայացրեցին, իրենք դա կկարողանան պարտադրել։ Որովհետև Սադամ Հուսեյնի բանակը երկու անգամ մեծ էր Թուրքիայի բանակից, Թուրքիայի բանակը մոտ այսօր 700,000 մրցել քիչ, բանակ ասում ես նկատեմ եւ ցամաքային եւ ռազմաօդային, իսկ 1,300,000 Սադամ Հուսեյնի բանակն են, նա երկու շաբաթ չկարողացավ դիմանալ ամերիկյան ռմբակոծություններին, ամերիկյան 20 զոհ չտվեց Իրաքը ջախջախելու համար։ Թուրքիան մի քիչ երկար կտևի, բայց մի քիչ հեշտ կտևի, գիտեք ինչու։ Որտեղ ամբողջ Թուրքիայի ողջ հետախուզությունը, ամբողջ, այսպես control command հոչեցյալը ՆԱՏՕ-ի ձեռքն է, այսինքն իրենք մի սովորական փասվորդով, մի կոմպյուտերային քլիկով ամբողջը կանջատել են։ Ամբողջը, այսինքն չեզոքացնեն թուրքական բանակը։ Իսկ այսինքն թուրքական հրթիռները չեն թռնի, թուրքական հակաօդային պաշտպանությունը ուղղակի չի աշխատի, Թուրքիան կզրկեն հետախուզել, Թուրքիան կմնա իր M16 ռացիաների տանկերի ուսին էլ հայտնի չէ, նույն տանկերը տեղից ընդհանրապես կշարժվեն, թե չէ։ Թուրքիան այսօր ունի F-16 ինքնաթիռները, որ ինքն է հավաքում, եւ ես միակ հայաստանցին եմ, որ այդ գործարանում եղել եմ դեռ տարիներ առաջ, եւ նկարահանումներ եմ արել, իրենք անում են։
բայց բոլոր այդ մասերը ստանում են Ամերիկայից։ Ինչա կարծում եք, այդ ծրագրական համակարգի մեջ չկա մի բան նախատեսված, որ ցանկացած ժամանակ ամերիկացի կարան են ցանել, որ այդ օդանավերը ուղղակի ընկնեն, ուղղակի ամբողջ բաներ կամ չթռնեն։ Ամերիկացիք այդքան միամիտ ժողովուրդ չեն, ինչպես նաև ռուսները, որ այս զենքը մեր վրա ծախում են կամ Ադրբեջանի վրա ծախում են, հաճախ մենք չգիտենք ինչա, բարձր տեխնոլոգիական զենքը իր մեջ խնդիրներ ունի, շատ հաճախ իր մեջ խնդիրներ ունի, եւ պատահական չէ, որ նախ տեսեք մենք տանկերը, որ ստանում են Ռուսաստանից, ինչու ենք էլեկտրոնիկան փոխում։ Ուշադրություն դարձեք, մենք լեհերի հետ տանկերի էլեկտրոնիկան, որտեղ վստահություն չկա, որ ռուսները դրա մեջ մի հատ այնպես բան չեն դրել, որ ցանկացած բան ուղղակի կարան անջատել, որ տանկը տեղից չշարժվի։ Մենք ամբողջ էլեկտրոնիկան փոխում ենք։ Մենք փոխում ենք մետաղական մասը, էլեկտրոնիկան փոխում ենք եւ ոնց որ ասած մեր մասնագետներն են դնում, որովհետեւ այդ խնդիրը կա։ Ուզում եմ ասեմ հարց հետեւյալն է։ Միևնույնն է, հարց ունենա ռազմական, քաղաքական, տնտեսական լուծում, դրա հիմքը պետք է լինի իրավական, դրա համար իրավական հիմքեր են պետք եւ վերջնական ձևակերպումներ պետք է լինի իրավական։ Հետևաբար դա մինչև չանես, չես կարա մյուս քայլերին դիմես։ Նաև են, որ իրենց պիտի դու հուշես, որ այդտեղ շանս կա, որտեղ գիտեք որոշումը ոնց է կայացվում։ Ես շատ եմ շփվել եւ տարբեր երկրների ղեկավարը ինքը չգիտի մանրամասների մասին։ Որոշումը կայացվում է երկրորդ կամ երրորդ քարտուղարի մակարդակով։ Այսինքն այդ արտգործնախարարությունը նստած է մի հատ ջահել։ Ասենք ես գնացեմ բրիտանական, բանը 28 տարեկան տղա է, որը անհամացությունն է, որտեղ ասում է girlfriend-իս հետ պիտի պիվա խմեմ։ Իրա ուշքումի, բայց ինքը պատասխանատու, դու իրան տալիս ես իրավարար վճիռը։ Ասում ես ինչ է։ Ասում ես այս բանն է եւ այլն եւ շատ լավ լծակ է։ Ինքը դնում է մի կողմ։ Հիմա տես, ղեկավարությունը, ասենք, բրիտանական որոշումը, որ պետք է թուրքերին ճնշել։ Դա ոնց է արվում։ Վարչապետը կանչում է արտգործնախարարին, ասում է թուրքերին պետք է ճնշել, նոր լծակներ է պետք գտնել։ Ասում է շատ լավ։ Արտգործնախարարը գնում է դենք ինչ գիտի, ինչ, մասնագետ չի, չէ՞։ Հավաքում այդ վարչությանը բան սենսնենց եւ ասում է, եկեք մտածեք, մեզ լծակներ է պետք Թուրքիայի վրա ոնց ենք ճնշում, ոնց ենք այս հարցանում, բան եւ այլն։ Եվ այդ երրորդ քարտուղարը ձեռը բարձրացնում, կներեք 3 տարի առաջ մեկը եկել էր, մի հատ sense բան է տվել դեղ ունեմ դրած, հեսա գնամ գտնեմ, որ այսի կարամ լծակ օգտագործենք ոնց որ թե։ Ասում եմ, իսկ ոնց է մանրամ, ասում եմ, չեմ կարդացել, գիտեք, տվեց դրեցի մի կողմ, բայց հիշում եմ, տենց որ մի բան էր ասում։ Այդպես է որոշումը կայացնում։ Գնում է մանագալի չի գտնում, որտեվ 4 անգամ կոֆեի բաժակ են դրել վրեն այս կոմենքում, եւ հետո գտնում են, ասում են գտանք։ Բերում են ասում են, նայեք, հա, կարգին բան է, մենք կարանք այս օգտագործենք այսինքն այս բանի դեմ, ու դեռ այդ ձևա որոշումները կայացում։ Այդ ձևա լինում։ Վստահեցնում եմ ձեզ։ Դրա համար աշխատանք տանել եւ այդ նախապես իրանց հուշել, որ երկու օգտագործի, դա պետք է։ Այն բոլոր տեսակետները, որի պրոտ այդ վճիռները կատարվում են, չկան պրեզիդենտներ, վարչապետներ, ասես նստում մտածում են, բան են, ոչ ոք չեն որոշում։ Ոչ մի երկրի նախագահական վարչապետ ոչինչ չի որոշում, ես կարող եմ ասել։ Նրանք ուղղակի ասես հանձնարարականներ տվող եւ ներքևից առաջարկներ ստացող են, նորմալ դեմոկրատական երկիրը ոնց է։ Ասում այս հարցի մասին առաջարկներ տվեք, առաջարկները գալիս են ներքևից։ Հերթով գնում ասենք նախարարություն, վարչություն, բաժիններ, ասում է գրեք, այն խեղճ ջահելներ են նստած ինչ որ բաներ են գրում, մեքենագրում տալիս են վերև, ասենց գալիս է վերև մինչև դրա հիման վրա որոշում են։ 10 հատ առաջարկ է գալիս, վերև հասնում է 3-ը, այն 3-ից ինչ որ մեկը նախագահն ասում է, էսի լավ է, եկեք 20-ով առաջ գնամ։ Այդ ծեվա կատարվում։ Բայց որտի քո ուզածը լինի 3-ից մեկը, դու պետք է դա նախապես հարացնես։